Լավ, արի բան դժվարությունների մասին որ խոսեցիր, շատերի համար զարմանալի էր քո գրանցած արդյունքը Գյումրիում թեպետ իհարկե նաև կային մարդիկ, որոնք մտածում են, որ անհնար է դեպ Ռուբենի ճանաչելիությունը ու հանրային վերաբերմունքը դրական իր հանդեպ չի կարա չտա արդյունքներ, բայց մարդիկ էլ կային ասում են, որ գիտես, դե ով որ այդ կլիպերը նայում է կամ Հայատ պրոջեկտի երգերը երգում են, այնց չի որ պիտի գնան իրան քվեարկեն։ Կապիտալիզացիա։ Այո, արի, քանի որ մենք քեզ հետ շփվել ենք հեռակա բանով, հա, ուղի եթերի ժամանակ, երբ 10 քանի ժամ եթերում մնացինք, այդ ժամանակ շատ շնորհակալություն դեպ, որ գտնում էիր ժամանակ եւ մեր լսարանին էլ, թեպետ այդ օրը շատ եւ ոչ մեր լսարանից մարդիկ կային, որտեղ մեզ սովորաբար real time 9000, 10000 մարդ չի նայում, բայց դու գտար ժամանակ եւ արդիական տեղեկություն էր տալիս, իդեպ մեզ մոտ լսարանում է նաեւ Էլիբեգովա Անժելան, որը մեզ կրկին շատ կատարում է 5-րդ կամերայի դեր, այս պահին։ Եվ այդ օրը մեծ աշխատանք կատարեց, իր հետ էլ ենք միանում։ Ես կուզեմ գիտես խոսենք սկսած նախ ընտրական տրամադրություններից, այդ ընթացքում այն աշխատանքից ահռելի, որը դու կատարեցիր, երբ կապիտալիզացրեցիր, փաստացի քաղաքական կապիտալիզացիայի ենթարկեցիր որոշակիորեն քո ճանաչելիությունը, հայտ ներկայացրեցիր քաղաքական եւ նաեւ այսօր իմացանք, որ մանդատը դու վերցնելու ես եւ փաստացի ավականու գործունեություն ես ծավալելու Գյումրիում։ Ավելացնեմ, առերեսմանդ բանը պատմի, ոնց առերեսվեցիր Քարոզ Արշավի ժամանակ իրականության այգերջան։ Սկսենք նրանից, որ ես ընտրություններին սկսել եմ մասնակցել ամենաուշը, ինչ առումով, որովհետև ես չեմ ունեցել գործող համակարգ, այո, ամենակարևորը, չեմ ունեցել գլոբալ առումով մեծ նախընտրական թիմ, ոչ մի բան չեմ ունեցել։ Կյանքում չես մասնակցել որևէ ընտրության։ Ընդհանրապես առաջի անգամ կյանքումս մասնակցել եմ ընտրության, մասնակցել եմ միանգամից ոչ թե ավագանու ցուցակի մեջի ենթադրենք երկրորդ համար կամ չգիտեմ 5-րդ համար, հա, միանգամից մասնակցել եմ ցուցակի որպես առաջի համար քաղաքապետի թեկնածու։ Գլոբալ առումով այդ ամբողջ ընթացքում զբաղվել եմ ամեն ինչով, սկսած գաղափարային գծով, վերջացրած հոլովակների պատրաստմամբ, հանդիպումներով, թիմի ձևավորմամբ, համակարգը աշխատեցնելով, ստեղծելով, սխալվելով, իմ սեփական սխալների վրա սովորելով, գետնի վրա հասկանալով ընտրական process-ը իրենից ինչա ներկայացնում եւ այդ ամեն ինչի հետ մեկտեղ է չգիտեմ, իրիկուններն է հասցնում էի, գնում էի իմ բաներից, ինտերվյուներից փոքր հատվածներ կտրում էի, ինչ որ ռիլեյ էի պատրաստում, որովհետև նաև ֆինանսական առումով այնպես է եղել, որ մեծամասամբ, այո, ֆոնդում գումարները գալիս էր, բայց նաև գոնե նախնական շրջանում պարզ է, որ իմ գումարներն եմ ծախսել ու այդ առումով էլ նաև հասկացել եմ ինչ է իրենից ներկայացնում ընտրությունների մասնակցել հասկացողությունը, ինչքան գումար կարելի է ու ինչքան գումար է պետք ծախսել, եթե դու ունես հանրային ընկալելի կերպար, ճանաչում ունեցող եւ ինչքան գումար է պետք ծախսել, եթե նման կերպար չկա որպես առաջի համար, հա։ Այսինքն քո համար ճկուն զեղչեր էր գործում։ Դու գոնե նշանակ գարնանային զեղչերի գարնանային ակցիա էր, ես այդ առումով կարող եմ ասել, որ վստահաբար ամենակիչ գումարն եմ ծախսել ու ստացել եմ այս կներեք անհամեստության համար վաու էֆեկտը, որովհետև քաղաքականությունից հասկացող մարդիկ շատ լավ պատկերացնում են, որ ես մտել եմ այնպիսի մի ասպարեզ, որտեղ մութ անտառ ես մտենք է։ Միանշանակ, նայ, համա հայաստանյան իմ ճանաչելիությունն ու ընկալելիությունը վստահաբար շատ բարձր է, իսկ իմ քաղաքում ես գնացել եմ ու մասնակցել եմ ընտրապայքարի, այնպիսի մարդկանց հետ մրցակցության մեջ մտնելով, որոնք տասնամյակներով քաղաքական process-ի ու ընտրական process-ի մեջ են։ Գյումրիում են ընտրության մասնակցում։ 99 թվականից Վարդան Ղուկասյանն է, Գյումրու քաղաքապետ ընտրվել, 13 տարի քաղաքապետ է եղել, դրանից հետո 2 անգամ ազգային ժողովի падգամավոր է դառել։ Մեծամասնականով է, չէ՞ դառել Վարդան Ղուկասյանը։ 2007 թվականից, եթե չեմ սխալվում, Մարտուն Գրիգորյանն է ընտրական process-ների մեջ եղել եւ ազգային ժողովի падգամավոր է դառել, նաեւ որքանով հիշում եմ քաղաքապետի ընտրությունների էլ մասնակցել այդ ընթացքում։ Մի խոսքով իշխող ուժը, որը հստակ ձևավորված համակարգ ունի իր վարչական ռեսուրսներով եւ բռնաճնշումներ, այս ամբողջ կոմպլեկտը մենք տեսանք այդ ընթացքում եւ ես որ եկե մտել եմ ու
մասնակցում եմ քաղաքային ընտրությունների չմոռանալով քաղաքական ասպեկտը, որովհետև այստեղ շատ կարևոր մի հատ գործոն կար։ Ինչու Գյումրիի ընտրություններում մենք ունեցանք քաղաքացիների բարձր մասնակցություն, աննախադեպ բարձր մասնակցություն, որովհետև մարդիկ չեն գալիս ընտրության ասֆալտի համար ձայնը տալու կամ, չգիտեմ, լուսավորության համար կամ այո, գալիս էին համել դրա համար, բայց ոչ հենց դրա համար, որովհետև այն բոլոր մեսիջները, որոնք գոնե թե ես պնդում եմ, որ կարողացել եմ հասցնել մեր էլեկտորատին, իսկ փաստորեն ստացվեց, որ նախորդ թիմ ընտրություններին մասնակցությունը եղել է 26000-ի կարգի, այս ընտրություններին 47000, այսինքն մոտ 2 անգամ ավելի շատ, ու կներեք այդ 2 անգամ ավելի շատ մասնակցությունը վստահաբար ապահովել են նոր մարդիկ, ովքեր եկել են եւ հայտ են ներկայացրել։ Պնդում եմ, որ այդ նոր մարդկանց ցանկի մեջ վստահաբար պետք է նշել իհարկե նաեւ Վարդան Ղուկասյանին, իհարկե նաեւ Մարտուն Գրիգորյանին, իհարկե նաեւ Կարեն Սիմոնյանին, իհարկե Ռուբեն Մխիթարյանին, իհարկե Արտյոմ Ղարաղազարյանին եւ այլն։ Բազմաթիվ նոր մարդիկ են եղել, ովքեր իրենց խոսույթով, իրենց մեսիջայինությամբ կարողացել են ավելի շատ մարդ բերել ընտրատեղամասեր։ Եվ այդ ավելի շատ մարդ բերած անձինք կարողացան որպես ընդդիմություն հաղթահարել շեմը, որոշները նաև առաջի տեղով կամ երկրորդ տեղով ընդդիմության հավաքած ձայների քանակությամբ, եւ ստացանք այն արդյունքը, որը այսօր ստացանք, էլի։ Որ մի բան հարցնեմ, Արտյոմ Ղարաղազարյանին քիչ էր, չէ՞ մնացել հաղթահարելու համար շեմը։ Այսինքն ինքն էլ էր բավականաչափ ձայն, նորմալ ձայներ էր ստացել, էլի կոպիտ ասած։ Այո, ու այդ առումով տեսեք, երբ որ իշխող ուժը խոսում է 17000 հավաքած ձայների մասին, ու ասում է ոնց կարող է 17000 ձայն հավաքած ուժը քաղաքապետ չընտրի կամ չդառնա, դե այսպես, որովհետև եթե մնացած 4 ուժերը ավելի շատ ձայն են հավաքել, այսօր ինձ հարց են տալիս, ասում են, իսկ բան գյումրեցին գո է, այսինքն Ժորժ ջան, այն 17000 գյումրեցիներ են, իսկ այն մնացած 4 ուժերը, որ իրար 19 մանդատ ունեն, այսինքն ավելի շատ հանրագումարում գյումրեցիներ են այդ մարդկանց ձայն տվել, իրանք գյումրեցիներ չեն, ըստ այդմ ես պնդում եմ, որ մենք ավագանու աշխատանքը կազմակերպելու ենք այնպես եւ նաեւ մեր հորդորն է լինելու ու ցանկությունը, որ պարոն Ղուկասյանի դիրքավորումը լինի, որ ինքը բոլոր գյումրեցիների քաղաքապետը պիտի լինի, այլ ոչ թե միայն ընդդիմության ինքը փորձառու է, ինքը այդ միանշանակ ու այստեղ ես տարանջատում վստահաբար չեմ մտցնելու, որովհետև ես մեծ հույս ունեմ, որ այդ աշխատանքի արդյունքում բոլոր գյումրեցիները 17000 գյումրեցիները ներառյալ, որոնք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանն են ձայն տվել, թե ինչ պատճառով, ինչ տեխնոլոգիաների արդյունքում եւ այլն, այդ հարցի մյուս կողմն է, բայց իրենք նույնպես տեսնելու են շոշափելի տարբերություն, չգիտեմ, համերաշխ աշխատանքի, հանուն զարգացման եւ ինադու աշխատանքի, հանուն ինչ որ պաշտոնը պահելու, էլի, տարբերությունը պետք է որ տեսնեն։ Տես դու երբ ասում ես այդ իշխանական թեզերի, երբ մի մասին ներկայացնում են իբրև գյումրեցի, իսկ մյուս մասին կարծես այդքան էլ ոչ գյումրեցի, դա մենք տեսնում ենք 18 թվականից ի վեր, երբ ինչ որ մարդիկ ժողովուրդ էին, իսկ ինչ որ մարդիկ այդքան էլ ժողովուրդ չէին, եւ սա արտահայտվում է նաեւ Սարիկի այն հայտարարություններով, որ պետք է նոր արտահերտ ընտրություններ գումարվեն, քանի որ իբր մարդկանց խաբվել է, այսինքն այն ինչ կատարվեց, դա խաբեության հետևանք է, բայց սա կարծում եմ այնքանով չփաստարկված, որ ես հատուկ հետևում եի բոլոր պոտենցիալ շեմը հաղթահարողների հարցազրույցները միջև ընտրությունները, որևէ մեկը չէր պնդում, որ չի համագործակցելու այլ ուժերի հետ, նույնիսկ երբ Մարտուն Գրիգորյանին էին հարցնում, ինքը որը Պետրոսի մոտի դեպ, ինքը որևէ կերպ, ինքը այո, առաջնահերթ ասում էր, որ լավ կլինի որևէ մեկի հետ չհամագործակցեմ, ինքս
հավաքեմ ամենաշատը կամ 50 գումարած 1, բայց հենց իդեպ Պետրոսը այդտեղից էր արդեն սկսում, ասում էր, օրինակ եթե Վարդան Ղուկասյանը, բան ինքը չասեց չէ։ Միակ մարդը թե որ ասելա չէ եղել է Լևոնը Բարսեղյան, որ ասել մենք որևէ մեկի հետ չենք համագործակցելու, բայց հետաքրքիր է նա, որ հետո տեղեկություններ հայտնվեցին համացանցում, որ իրենց շտաբերում, երբ հետևում էին ուրեմն զարգացումներին, հատուկ ինչ որ մարկերներով ինչ որ նշումներ են անում, Լևոն Բարսեղյանինը համարում էին որպես պոտենցիալ իշխանական կոալիցիա։ Չգիտեմ, կարող է դա իրանց տես բանն է, բայց ես հավատում եմ, ինչպես մենք էինք անում, մենք ձեր բոլորի ձայները, գիտես, հա, դու եթերում էիր մի քանի անգամ գումարում էինք արդեն որպես կոալիցիա, մտքով չէր անցնում, որ Մարտունը կարող է ինչ որ ուրիշ բան ասի, որ սկսեց ձգձգել, նույնիսկ չեմ անհանգստացել, որտեվ մի կոալիցիան մի անգամ կքանդվի, էլի, չեմ անհանգստացել։ Ես ասում եմ, ախպեր, Երևանում քանդվավ մեր կոալիցիան, Գյումրիում չի քանդվի։ Մի ամենք սխալների վրա, մեր սխալները ոնց որ ասում Ռուբենը, հասկանում ենք, այս կոալիցիան ուրիշ որակի կոալիցիա էր, էլի, ու տեսակ, աշխատեց։ Հիմա նախ եղավ այն, որ փաստ է, որ կոալիցիա չկա, այլ կա մեր բոլորի որոշումը, որ մենք ապահովեցինք ընտրության ընթացքում այո ձայների ու քվեների համապատասխան քանակությունը այդ տարբերությունն էլ ասա էլի տարբերությունը հետեւյալն է որ գործադիրում ընդդիմությունից ոչ մի պաշտոն չի ստանձնելու այսինքն չնայած առաջարկների ես ոնց ասեցեք ես առաջարկել էին մշակույթը հա կուրացիաներ այո բանը քաղաքական պատասխանատվություն ասվածը մնում է պարոն Ղուկասյանի թիմի վրա մենք որպես ավագանիներ իհարկե այն ծրագրերը, որը ներկայացրել ենք մեր ընտրողներին, իսկ ես ուզում եմ հատուկ շեշտել, որ պարոն Ղուկասյանը քաղաքապետ է ընտրվել նաև այն ձայների արդյունքում, որը մենք յուրաքանչյուրս հավաքել ենք։ Այսինքն այդ առումով նաև պատասխանատու են մեր ընտրողների հանդեպ, իսկ մեր ընտրողներին մենք տվել ենք որոշակի խոստումներ մեր ծրագրերի առումով եւ այսօրվա իր ելույթում էլ պարոն Ղուկասյանը շեշտեց, որ ինքը պատրաստ է լսելու, քննարկելու այն բոլոր ծրագրերը, կարծեմ նույնիսկ բառակապակցություն օգտագործեց, որ իմ ծրագիրը դոգմա չի, պատրաստ է լսելու բոլորի ծրագրերը, քննարկելու, մենք այդ առումով վստահաբար մենք ուզում ենք, որ մեր քաղաքը զարգանա ու մեր քաղաքը զարգանա հենց այն հունով, որ օրինակ մեկը մենք ենք պատկերացնում, կներկայացնենք ծրագրերը, կքննարկենք, եթե համագործակցության եզրերը այդ ծրագրերը իրականացնելու կլինեն, կիրականացնենք, եթե չեն լինի, կշարունակենք մեր աշխատանքը ավագանի կազմում, հետևյալ սկզբունքով, որ նախաձեռնությունը կներկայացնի քաղաքապետը, լավ նախաձեռնություն եղավ քննարկեցինք լավին լավ, վատին վատ, այսպես ասած։ Կողմ ենք քվեարկելու, ոչ այդքան լավ է եղավ կամ աշխատելու տեղ ունեցավ, իհարկե փորձել եք յուրեղացնել, դզել, հա։ Քննարկենք, որովհետև ես չեմ կարծում, որ մենք գործելու ենք ինադուի սկզբունքով, բայց մենք աշխատելու ենք աշխերհիս առաջ ունենալով քաղաքի առավելագույն շահը։ Հիմա եթե այդ առավելագույն շահը իրենից ենթադրում է շատ ավելի մանրակրկիտ ու շատ ավելի բծախնդիր քննարկում, մենք այդ քննարկումը իրականացնելու ենք, կազմակերպելու ենք, աչալուրջ ենք լինելու, սկզբունքային ենք լինելու, որպեսզի քաղաքը առավելագույն իր շահով առաջնորդվի եւ կենսագործունեության բնականon աշխատանքը չխաթարվի, մի բան էլ մեծ քայլերով առաջ ընթանանք։ Մի հատ հարց, ուրեմն նայ ես ես հակներս Վազգենը մի բան ասեց Վազգենը շատ ճիշտ է ասում որ բոլոր ընդդիմադիր տեխնացուները որոնք շեմը հաղթահարել են չի եղել գետ մի դեպք ինձնից սկսած օրինակ ես օֆիցիալ հայտարարել եմ հենց այն հոլովակի մեջ որտեղ առաջադրվել եմ որպես քաղաքապետի տեխնացու ասել եմ իհարկե ձգտելու եմ հաղթելու այս ընտրություններում այո Երկրորդ պլանս հավաքել ընդդիմության մեջ առավելագույն ձայները, բայց եթե այդ պլանն էլ չիրականացավ ու մենք շեմը հաղթահարեցինք, պատրաստ ենք ապահովել, այսինքն հաջողություն եմ համարելու նաև այն, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քաղաքապետ չունենա Գյումրիում, եւ դրա համար եթե պետք եղան մեր քվեները առավելագույն ձայներ հավաքած ընդդիմադիր քաղաքապետի տեխնացուին, այսինքն ես իմ ընտրողին դա ասել եմ ամենասկզբից։ Հիմա երբ որ գիտես այս բանը իշխանական այս ռոմանոսները այո ձևակերպումները որ իրենց ընտրողներին խապեցին 2021 թվականին դուք ձեր ընտրողներին ձեր նախընտրական ծրագրով
վերից վար խապել եք։ Կամ ձեր նախընտրական ծրագիրը գնացեք հատ-հատ այն բոլոր գյուղերը, քաղաքները, որտեղ ներկայացրել եք, այդ մարդկանց նորից հավաքեք ու վառեք ձեր նախընտրական ծրագիրը։ Կամ հերիք է խոսեք մի բանի մասին, որը ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլ սուտ է, կեղծիք է ու մանիպուլյացիա է։ Չեմ նյարդայնանում դրանից, տարատեսակ պետիաներից ու խոզերից, որովհետև դա իրենց սկզբունքն է, իրենք այլ աշխատելաոճ չունեն։ Բայց դու էլ լավ գիտես, որ դա քարոզչական ընդհանրապես նարատիվա, որը որ փաստ է, որ այսօր ինչ է տեղի ունեցել, այսօր փաստացի իրանք հերթական անգամ սպասում էին, որ ինչ որ մի կերպ տապալվելու է նիստը, չգիտեմ, քվորում չի լինելու, իրենք իրենց թիմակիցներին, նայ իրենց կողքը պահելու խնդիր ունեն։ Դրա համար անընդհատ իրենց թիմակիցներին ինչ որ հույսեր են ներշնչում, որ ինչ որ ուժեր այ հիմա կպայմանավորվեն ընդդիմության մեջ, այո, կամ չգիտեմ, ԱԱՑ-ն ավելի լավ կաշխատի, կամ ավելի փայլուն բաներ տեղի կունենան եւ ինչ որ մարդիկ չեն գա քվեարկության։ Ըստ այդմ այսօր այն ամեն ինչ ինչ որ տեղի ունեցավ ու դրանից հետո կանգնել ասել, որ կառավարման ճգնաժամ է լինելու եւ պետք է գնալ նոր ընտրությունների, Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած ամեն օր կառավարման ճգնաժամ կա։ Եվ ըստ այդմ ամեն օր պետք է գնալ ընտրությունների կամ անել իշխանափոխություն այլ հասանելի կամ անհաս նույնիսկ թվացող տարբերակներով։ Այնպես որ ես հույզերն ու չգիտեմ, այդ տվայտանքները քաղաքացիական պայմանագիր կուսակցության շատ լավ հասկանում եմ, վայելում եմ, չեմ ցավում, այո, ի սրտե վայելում եմ